Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարան եկավ իր բնակության վայրից։ Փետրվարի 12-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Սրբազանն ու Բարաշենի քրեակատարողական հիմնարկում էր հոկտեմբերից։ Ըստ մեղադրանքի Սրբազան հայրը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետի դեմ հավաքներին։ Հրահանգել էր 2021 թվականի ընտրություններին չքվեարկել իշխող կուսակցության օգտին։ Ընտրություններին խոչընդոտելու մասին հայտարարությունը տարածել էր թեմի կարգալույծ Ստեփան Ասատրյանը։ Նա այս գործով տուժող կողմ է։ Մկրտիչ Սրբազանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը նույնպես վարչապետի հայտարարած բարենորոգման ծրագրին միացած նախկին հոգևորականներից է՝ Արամայիս Թախմազյանը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որին անմիջապես հաջորդել էին քննչական մարմինների գործողությունները։ Խուզարկել էին ոչ միայն Սրբազանի բնակարանը, այլև թեմի բոլոր քահանաների տները, առգրավել անձնական իրեր, ապա քահանաներին տարել հարցաքննության որպես վկաների։ Տնային կալանք է կրում նաև թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը Սրբազանին օժանդակելու համար։ Սրբազանն ու Տեր հայրը մեղադրանքը չեն ընդունում։ Փաստաբանները պնդում են, որ մեղադրանքները շինծու են, որ այս ամենը պետք է հակաեկեղեցական շարժման շրջանակում դիտարկել։ Պաշտպանները միջնորդեցին քննչական կոմիտեից պահանջել այս քրեական գործին որպես վերաբերելի ապացույցներ գցել քահանաների հարցաքննությունների արձանագրությունները։ Ձեր սեղանը պիտի դրված լինի այո ամբողջ նյութերը, որովհետև հաշվի առնելով գիշալ քրեական գործի զգայունությունը, որովհետև հասարակությունը համակուշադրությամբ հետևում է այս ամեն ինչին, դուք վաղը շնորհիվ որոշում եք կայացնելու եւ այդ որոշումը պիտի լինի ձեր ձեռքում եղած բոլոր փաստերից, այդ թվում նաև օրինակում Աճպանանությամբ պիտի չգնանք առաջ։ Քրեական օրենսգրքի 479 հոդվածը նույնիսկ ապացույցը քրեական վարույթով ձեռքբերած ապացույց թաքցնելը համարում է հանցագործություն։ Հիմա տվյալ դեպքում ես կարծում եմ մի հարց պետք է ճշտվի։ Իթիվս այդ փաստարկներ մեկ հարց։ Այն գործում, որ առանձնացվել է, եւ որ այս մի գործով է գնացել, հետո առանձնացվել է։ Այն գործում քահանաները Արագածոտնի թեմի քահանաները, որոնք հարցաքննվել են, արդյոք նրանք հարցաքննվել են այն հանգամանքների առիթով, որոնք վերաբերում են այս գործով մի վստահողի մեղադրանքի։ Պարզ հարց։ Եթե այո, ապա այդ ապացույցները ինչու գործում չեն։ Մյուս հարցը. արդյոք այդ քահանաները առերեսվել են տուժողների հետ եւ այդ առերեսման առարկան վերաբերում է նաեւ այդ հանգամանքներին, որի մեջ մեղադրվում էին վստահողը։ Եթե այո, ապա այդ ապացույցը ինչու այստեղ չեն։ Սա շատ կարևոր բան է, սա նշանակում է թաքցրել են։ Թաքցրել են այդ ապացույցները, որտեղ այդ ապացույցները եթե այստեղ լինեն, այլ բանի մասին կխոսեն։ Արդարադատության կշեռքի նժարների կշեռքը կփոխվեր։ Ընդհանրապես քրեական դատավարության օրենսգիրքը հենց այդպիսի կարգավորում է տալիս, ասում է, երբ որ մասը սանջատում քրեական գործից, պետք է այս մեղադրանքին վերաբերելի բոլոր ապացույցները կցվեն։ Սա առաջինը եւ երկրորդը, այն որոնք էլ որ չեն կցվել, դրանց ցանկը պետք է կցվի, որ հայտնի լինի, թե ինչը չի կցվել։ Հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ իրենք սա չարաշահում են սովորաբար եւ ինչ են անում։ Իրենք ընտրում են միայն այն ապացույցները, որոնց իրենց կարծիքով մեղադրանքը հաստատում է, դրանք ներառում են, ու ստացվում է, որ մի ամբողջ, ասենք, պատկերացեք 30 հատորից կարող են ընտրել 4 հատոր նյութեր, այդ 4 հատորը իրենք պատկերացնում են, որ բոլորը հաստատում է մեղադրանքը, եւ սա բերում են դատարան, ասում են եկեք արդար դատաքննություն իրականացնենք, փորձենք հասկանանք, այս մեր բերած ապացույցների պարագայում հաստատում է թե ոչ։ Եթե այսպես լինի, այսինքն կարելի է ասել, որ ոչ մի արդարացնող ապացույց չբերենք, թեկուզ երկու իրենց պատկերացման մեղադրող ապացույց բերենք, դատանը մեղավոր ճանաչի, սա չի կարող լինել արդար։ Բայց իրենք պետք է բերեն բոլոր ապացույցները, որոնք վերաբերում են այս գործին ամենաչնչին ձևով, այսինքն որ ով կարդա կհասկանա, որ վերաբերում է, մեղադրում է, արդարացնում է, դա ոչ մեկ չպետք է նայի։ Հիմա մենք ակնհայտորեն տեսանք, որ քահանաները Արագածոտնի թեմի այս հարցերով հարցաքննվել են, այսինքն առնվազն իրենց կանչել են, ասել են ձեր նկատմամբ հարկադրանք եղել է, ոնց որ մյուս երկուսի։ Հիմա եթե ասեին հա, մի անգամից կբերեին։ Եթե չեն բերե, ենթադրվում է, որ ասել են ոչ, ու իրենք չեն բերում, որովհետև իրենք կարծում են, որ վերաբերելի չի, բայց սրանից լավ վերաբերելի ապացույց, որ այսինքն կոնկրետ անձին ասում են, որ իրենց նկատմամբ չի եղած, սա արդարացնող ապացույց է։ Հիմա իրենք սա չեն բերում, պահում են ու դարձնում են, որ իրենց բերած ապահովությունների շրջանակում դատանը որոշի։ Սա ակնհայտ անարդար է, սա
ի սկզբանե դարձնում է ոչ մրցակցային, այսինքն մենք հավասար պայմաններում չեն գտնվում, որովհետև իրենք ունեին նյութեր, որոնցից որոշել են, որ թե որն է կարևոր, որը չէ։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Նույնիսկ այն ապացույցները, որոնք իրենք չեն էլ կարծում, որ էականը, մենք պաշտպանական առումով կարող են գնահատել էական եւ կառուցել դրա վրա պաշտպանություն։ Հետևաբար չպետք է իրենք մեր փոխարեն ընտրեն մեր համար որը կարող է պետք լինել, որը ոչ։ Դատավորը բավարարեց պաշտպանների այս միջնորդությունը։ Դատարանը թույլ տվեց նաև Սրբազան հորն այցելել բնակության վայրին մոտ գտնվող ատամնաբուժարան։ Արա Զոհրաբյանը միջնորդեց Սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին բնակության վայրում Էջմիածին քաղաքում գտնվող եկեղեցում մասնակցել պատարագի, ինչպես նաև շփվել եղբոր ընտանիքի հետ։ Այս միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի հաջորդ նիստին մարտի 17-ին ժամը 15:00-ին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։